Բարի լույս, այս նախընտրական լարված վիճակում մի փոքր ձեր ուշադրությունը կենտրոնացնեմ այ կանաչի վրա։ Ես արդեն աշխատավայրում եմ և վայելում եմ այս խաղաղությունը, այս կանաչը, որը երկար անքուն գիշերներին քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Դուք էլ կարող եք ձեր կողմից մտածել, ինչպես կարող եք էլ ավելի գեղեցկացնել ձեր այգին, ինչպես անեք, որ գյուղատնտեսությունը ևս դառնա հաճելի և եկամտաբեր ուղղություն։ Նշեմ, որ այս ամենը իհարկե մի քանի տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է և այսօր որոշել եմ արդեն սկսեմ այս հանգստի հատվածներից մեկի ձևավորման աշխատանքները։ Դեռևս տեղափոխել ենք այստեղ, հիմա բնականաբար բարձր ծառերը կդնենք հետնամասում, այստեղ հիմնականում դեկորատիվ են և դուք տեսնում եք այդ պատի վրա արկղերը, որոնք արդեն երկրորդ տարին է, որ կգեղեցկացնի մեր կենտրոնը։ Դուք ևս կարող եք, եթե ունեք չօգտագործվող փայտե արկղեր, ապա ընդամենը կարող եք ներկել և այդ պատոն կոչվածներից ամեն մեկից պատրաստել այսպիսի նստարաններ։ Պատոնները որքան գիտեմ 1000 դրամ արժեն և դուք 1000 դրամով և մի քիչ ներկով կարող եք ունենալ այսպիսի գեղեցիկ ծաղկամաններ։ Իսկ այստեղ արդեն գալիս է մեր արտադրական հատվածները, որտեղ փաթեթավորում ենք սերմերը, վաճառում ենք և այլն։ Այն կողմում արդեն դուք գիտեք, որ արդեն այգին է, այստեղ կոնկրետ խառը մոդել է արտադրության, այսինքն տեսնում եք մեր նույն հատվածում և կան հատապտուղներ կոնկրետ ազնվամուրի, տեսեք այս տարի ինչ գեղեցիկ բերք է խոստանում մեր այգին, հատկապես հատապտուղները։ Այստեղ արդեն տեսեք տնկիներն են, այստեղ մեր աշխատանքային հատվածն է, տեսնում եք սրանք արդեն վալերիանայի կամ կապվախոտի բույսերն են, որոնք կամաց կտեղափոխենք դեպի արտադրական, այսինքն փառատոնի տարածք։ Տեսեք, հիմա արդեն պարզ է, չէ՞, ինչու եմ ես արդեն առավոտյան ժամը 5-ից ամենաուշը աշխատանքի։ Այնպես չէ, որ քիչ եմ քնում, ես սովորաբար շատ շուտ եմ պարկում քնելու։ Այստեղ արդեն, գիտեք, մեր գյուղատնտեսական փոքրիկ խանութն է, որը իհարկե, տեսեք, այստեղ ջրվեժն է և հետագայում դուք արդեն գիտեք, իսկ այս բանջարանոցը, որը արդեն նախապատրաստում ենք ցանկի համար, չմոռանամ ասել, սա էլ մեր ջրաշուշաններն են, որոնք շուտով կծաղկեն։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ է անում մեր այս սիրուն շունիկը, ինչ է անում մեր այս սիրուն շունիկը այս սիրուն տարածքում, ինչ է անում շունիկը մեր այս սիրուն տարածքում, մեր այս սիրուն տարածքում, վայ,
Ահա։ Տեսեք, իսկ այն մեկը չէր մնում ինձ արդեն նեղացներ։ Ահա, այս գրադխարն է, իսկ այն մեկը հալաբայը։ Ահա, իսկ այստեղ արդեն դուք տեսեք փառատոնի տարածքում բույսերն են, որոնք այսենց հերթովիչ վերջ, մոտ 150-200 մետր գնում են այս բույսերի տեսականին։ Դուք գիտեք, այս բույսերը ցանկացած ժամանակ կարող եք ձեռք բերել մեր կենտրոններից, նաև մարզային, և այստեղ պարտադիր չէ, որ դուք ունենաք գարնանը։ Տեսեք, ցանկացած ժամանակ այսպիսի ծաղկամաններով կարող եք ձեռք բերել և տանել նույնիսկ օգոստոսին, տեսեք, շոկոլադային անանուխը, նարնջային անանուխը, Շունիկը չի թողում, ինքն էլ է ցանկանում հայտնվել էկրանի վրա, ահա, և այսպես, այստեղ չայվսերն են, այստեղ ուծի տեսակներն են, ռոզմարինները, մեղրախոտերը և այսպես, ահա, գեղեցիկ, այն կողմում արդեն լճակն է, չեմ մոտենում, քանի որ արդեն 6.5 րոպե է ինչ նկարում եմ, հետևաբար այն վերևի հատվածում արդեն մանկական հատվածն է, թռչուններն են, մի խոսքով, ահա այսպիսին է իմ առավոտը, իհարկե որոշել եմ այս կիրակի չեմ աշխատելու և գիտեք արդեն իմ կարծիքը, թեպպես ես ընդհանրապես քաղաքականությամբ այդքան չեմ զբաղվում, իմ առաքելությունը գյուղատնտեսական է, բայց ես իմ քաղաքացիական պարտքն եմ համարում և կոնկրետի ես իմ ձայնը տալիս եմ խաղաղ, անվտանգ և ապահով Հայաստանի համար։ Շնորհակալ եմ, եթե հարցեր կան, դուք գիտեք, որ կապ չունի Հայաստանի ցանկացած քաղաքացի, ինչպես նաև արտերկրի, ովքեր միշտ կապի մեջ են ինձ հետ, կարող են ուղղել իրենց հարցերը, համագործակցել, եթե ցանկանում են, և մենք միասին կարող ենք ստեղծել նաև այս կանաչ դրախտը իրենց համար։ Շնորհակալ եմ ձեզ, լավ ու լուսավոր օր։